Ես դեռ նրան ցույց կտամ։ Ցունեո, վերջին ամսվա ընթացքում շատ ես փոխվել։ Թե այդ Ժոզեն այդքան սարսափելի է։ Սարսափելին մեղմ է ասված։ Հաշվիր տատամիի վրայի անցքերը։ Գիշերը չեմ կարողանում քնել, ուզում եմ թիվն իմանալ։ 5208, 5209, 5210, 5211, 5212։ Ախ, ինչպիսի վատնում։ 8000 ին կորցրեցի այդ խաղային ապարատի վրա։ 8001, 8002, 8003։ Բայ Նորից հաշվիր։ Ինձ պետք է 4 տերևանի 3 նուկ։ 4 տերևանի 3 նուկ։ 4 տերևանի 3 նուկ։ Ահա, Ոչինչ չի կատարվում։ հա՞։ 10 հատ հավաքելու դեպքում ցանկությունս պետք է կատարվեր, ուրեմն ընդամենը սնահավատություն է։ Ինչ ցանկություն։ Ինձ հետ մի խոսիր, ես զբաղված եմ։ Նա այնքան համեստ է երևում։ Բայց երբ բերանը բացում է, խայթում է ինչպես թունավոր մեդուզան։ Կուզեի նրա սենյակի դուռը զմռսել, որ չկարողանար դուրս գալ։ Պետք է ավելի խիստ լինել։ Իսկ ինչու չես հրաժարվում այդ աշխատանքից։ Դեռ պետք է դիպլոմայինդ գրես։ Ախր այդ գումարն ինձ շատ է պետք։ Պարտադիր չէ, որ նրանց մոտ աշխատես։ Սկսել ես խանութում ավելի քիչ ժամեր վերցնել։ Բավական է մտածես միայն փող վաստակելու մասին։ Մի քիչ էլ մային ուշադրություն դարձրու։ Սակեր եւ բերանդ փակիր։ Սուզուկավա, այստեղ ես։ Պրոֆեսոր, Ահա եւ դու։ Մեկ րոպե ունես։ Թյուրինգի մեքենայի վերաբերյալ քո աշխատանքը ես այն ուղարկել էի Մեխիկոյի համալսարանի պրոֆեսորներից մեկին։ Աշխատանքը նրան շատ է դուր եկել եւ նա ուզում է, որ այնտեղ սովորես։ անչափ շնորհակալ եմ։ Մնաց կրթաթոշակի հարցը լուծես։ Որովհետեւ դու չես կարող լիովին հոգալ քո բոլոր ծախսերը։ Ես իսպաներեն ավելի լավ կսովորեմ ու կփոխեմ հետազոտության ծրագիրը, որպեսզի դիմումը ավելի համոզիչ լինի։ Լավ։ Բայց քեզ շատ չծանրաբեռնես։ Այլապես մոտդ գերհոգնածություն կառաջանա։ Լավ։ Կլարիոնի հրեշտակածուկ։